Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է արցախցի տեղահանվածների համար նախատեսված ռուսական հերթական մարդասիրական օգնությունից։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի աջակցությունն իրականացվում է ռուսական մարդասիրական առաքելություն, Եվրազիա եւ Ռոսոտրուդնիչեստվո կառույցների միջոցով։ Նրա խոսքով Երևանը մերժումը հիմնավորել է ընտրական օրենսդրության նորմերով, որոնք ընտրարշավի ընթացքում սահմանափակում են նվիրատվություններն ու բարեգործական ծրագրերը։ Մոսկվան առաջիններից էր, որ Հայաստանին հումանիտար օգնություն ուղարկեց։ Չնայած որ այդ ժամանակ էլ Երևանում այդքան էլ ուրախ չէին Մոսկվայի աջակցության համար։ Բանը հասավ նրան, որ պաշտոնական ալիքներով հայտարարում էին շնորհակալություն պետք չէ, հիմա կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը։ Ռուսական կողմի տվյալներով ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումների։ Այդ ընթացքում 7000 ընտանիք ստացել է մոտ 140 տոննա պարեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Զախարովան նաև նշել է, որ հայկական կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ որ իրավական ակտերն են խոչընդոտել օգնության շարունակմանը։ Միաժամանակ փաստերի ստուգման հարթակ FIP-ը գրել էր, որ Եվրազիա կազմակերպությունը, որն իրականացնում էր օգնության ծրագիրը, ստեղծվել է Ռուսաստանում 2024 թվականին եւ ներկայացվում է որպես կրթական ու մարդասիրական հասարակական կազմակերպություն։ Սակայն միջազգային մի շարք հետաքննություններ կազմակերպության գործունեությունը կապում են հետխորհրդային երկրները ազդեցության գոտի դարձնելու փորձերի հետ։ Համաձայն FIP-ի հետաքննության Եվրազիա կազմակերպությունը այն դեպքում, երբ ներկայացվում է որպես մարդասիրական եւ կրթական հասարակական կազմակերպություն, նախկինում ներգրավված է եղել Մոլդովայում ընտրակաշառքներ եւ քարոզչական արշավներ իրականացնելու վերաբերյալ ծրագրերում եւ գործընթացներում։ Այս հիմքերի պատճառով որոշ փորձագետներ ու միջազգային հետաքննություններ նրա նախաձեռնությունները տարբեր երկրներում դիտարկում են ոչ միայն բարեգործական, այլև քաղաքական գործիքներ։ Կազմակերպության ղեկավարության կազմում ընդգրկված են ռուսաստանյան բարձրաստիճան քաղաքական գործիչներ եւ մեդիա գործիչներ, օրինակ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՌՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Ի դեպ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչեւ այժմ պաշտոնապես չի արձագանքել Ռուսաստանի հայտարարություններին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։